Մշտական հանձնաժողովի նախագահների քվեարկության արդյունքները ամփոփվել են եւ արդյունքները ներկայացնելու համար ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին, համեցեք Տիկին Մինասյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, իրականացվել է 12 մշտական հանձնաժողովների թեկնածուների քվեարկությունը միասնական կարգով, հետեւաբար ես կկարդամ ցանկացած հանձնաժողովի նախագահի թեկնածուի տվյալները անհատապես առանձին։ Սկսենք Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Քվեարկությանը մասնակցել են 102 падգամավոր։ Քվեատուփում արկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը, կողմ 40 դեմ 61։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դուռը կփակեք։ Թող բացեն ներս գան եւ փակեն։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Քվեարկությանը մասնակցել են 102 падգամավոր։ Քվեատուփում արկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, կողմ 40 դեմ 62։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել։ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա էր 102 քվեաթերթիկ, անվավեր 0։ Ձայները բաշխվել են Դավիթ Ղազինյան կողմ 40 դեմ 62։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել։ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Տրթած Սարգսյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Բացակայող քվեաթերթիկների քանակը 11, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Տրթած Սարգսյան կողմ 62 դեմ 29։ Որոշումը ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, մի խնդրանք ծափահարություններն ու շնորհավորանքները ամենավերջում կանենք։ Հիմա ուղղակի լսենք արդյունքները, համեցեք Տիկին Մինասյան։ Ազգային ժողովի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Նազալի Բաղդասարյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն, բացակայող քվեաթերթիկներ 11, Նազալի Բաղդասարյան կողմ 62 դեմ 29։ Որոշումը ընդունվել է։ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Սիսակ Գաբրելյանի թեկնածությունը։ 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա 92 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 29, բացակայող քվեաթերթիկներ 10, ձայները բաշխվել են կողմ 61 դեմ 2։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը, քվեատուփում արկա է 90 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բացակայող քվեաթերթիկներ 12, ձայները բաշխվել են Սարգիս Խանդանյան 62 կողմ դեմ 28։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Ներողություն եմ խնդրում, էլի։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա է 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն, բացակայող քվեաթերթիկներ 11, Լուսինե Բադալյան կողմ 62 դեմ 29։ Որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն, բացակայող քվեաթերթիկներ 11, Արուսյակ Ջուլակյան կողմ 62 դեմ 29։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Վիլեն Գաբրելյանի թեկնածությունը։ 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում առկա 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 19, բացակայող քվեաթերթիկ 11, Վիլեն Գաբրելյան կողմ 62, դեմ 10։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում առկա է 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 29, բացակայող քվեաթերթիկներ 11, Բաբկեն Թունյան 62 կողմ, դեմ 0։ Որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում առկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Լիլիթ Գալստյան կողմ 54, դեմ 47։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Բոլոր հանձնաժողովները ավարտեցինք։ Շնորհակալություն Տիկին Մինասյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։